Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ արտակարգ բաներ կան, բաներ են տեղի ունենում Երևանում եւ այս օրերին Երևանը աշխարհի ուշադրության կենտրոնում է, կարելի է ասել, որովհետեւ ընթանում է Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումը, որտեղ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հանդես է եկել խոսքով ներկայացրել իր մտորումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկայիս վիճակի մասին եւ իհարկե շատ հետաքրքիր էր լսել նաեւ Արարատ Միրզոյանի ելույթը, որտեղ որ շոշափվում են թերևս աշխարհքաղաքական սեյսմիկ շատ բարդ իրավիճակը եւ այնտեղ կային ուղիղ շեշտադրվող ուղղություններ, որոնց կարելի է ուշադրություն դարձնել։ Ես խոսքս ուղղում եմ ավելի շատ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որ վաղուց ժամանակն է գիտակցելու, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես եւ աշխարհում ցանկացած պետություն իր քաղաքացիների համար միայն իրենց մասնաբաժինը չի, այն մաս է կազմում ամբողջ աշխարհի եւ եթե մոլորակի վրա տարբեր անկյուններում լինում են տարբեր ռազմական, քաղաքական, դիվանագիտական բախումներ, դա որոշակի տեկտոնիկ իրավիճակ է ստեղծում եւ իհարկե այդ ամեն ինչից անմասն մնալ չի կարող Հայաստանի Հանրապետությունը, անգամ գերտերություններն են նման դեպքերում ցնցվում, այնուամենայնիվ ես գալով մեր տարածաշրջան եւ Հայաստան-ադրբեջանական Ադրբեջան հարաբերություններին ես կներկայացնեմ վարչապետի խոսքից մի շատ կարեւոր հատված։ Եկեք մենք սկսենք հասկանալ աշխարհը, ծանոթանալ աշխարհի հետ եւ ինչու է նախ առաջ այս ամեն ինչը Փաշինյանը ներկայացնում միջազգային հանրությանը, մեր մոտեցումները, որովհետեւ կարելի է կարծել, որ արդեն առաջիկայում պլաններ կան նախագծված, որ շատ հնարավոր է դրական լուրեր ստանանք, չգիտեմ, համենայն դեպս ինձ մոտ նման տրամադրություն է։ Նախ ընթերցեմ այդ հատվածը։ Ինչպես գիտեք, մենք կարողացել ենք համաձայնեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։ Փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել եւ ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները։ Եվ Հայաստանը հայտարարել է, որ անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը եւ գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է պայմանագրի ստորագրումը երկու խնդիրների հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք ու Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը։ Եվ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք, որովհետեւ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 60%-ն անվանել Արևմտյան Ադրբեջան։ Այստեղ մի պահ դադար վերցնենք, ուրեմն Ալիևը եւ նրա ապարատը շատ են Հայաստանի մասին ընդհանուր մինչեւ Երևանի իրենց դպրոցական դասագրքերում խայտառակ բաներ են սովորեցնում, որին մենք չէինք դիմակայում, ծաղրում ենք։ Մինչեւ որ դա դարձավ այնպիսի խոսակցություն, որ մտավ ավելի պաշտոնական զրույցի մեջ եւ երբ որ այս իրենց էլեկտորատի համար խոսածածը բարձրանում է պաշտոնական մակարդակ, այդ ժամանակ նոր չես կարող էլ չհակադարձել։ Իհարկե նման հակադարձումներ գոնե վարչապետը բազմիցս արել է, որ Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջանը դա Ադրբեջան պետության արևմտյան հատվածներն են եւ չի կարող դրանից այն կողմ լինել, բայց այնուամենայնիվ այսօրվա ֆորումի ժամանակ օգտվելով իրավիճակից նույնպես այն ներկայացվեց։ Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար։
մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Ես կարծում եմ դա կառուցողական առաջարկ է, ունենալ երկու փաստաթղթեր սեղանին դրված եւ ստորագրել այդ փաստաթղթերը միաժամանակ, նույն պահին, նույն վայրում, ասաց վարչապետը։ Ինչքանով է սա կարեւոր, ժողովուրդ ջան, տեսեք, ասում եմ, որ այնպես չի, որ հիմի գնանք բանը Մինսկի խումբը լուծարենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարենք, հետո հանկարծ իհարկե հիմա պետք չի Մինսկի խումբը, եթե խոսքը այլ թեմայի մասին է, բայց եթե հիմա լուծարենք, խաղաղության պայմանագիր էլ ոնց ենք ստորագրում, եթե շատ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը օգտագործելով արևմտյան Ադրբեջան տերմինը կարող է իր սահմաններից դուրս սկսել ռազմական գործողություններ, մինչ այդ իր սահմանների ներսում են ռազմական գործողությունները, եւ դա է պատճառը, որ որպեսզի տարընթերցումներ չլինեն, շահարկումներ չլինեն, խնդիրներ հավելյալ չառաջանան, որովհետեւ լուծարելուց հետո, եթե էլի սկսվի ռազմական գործողություններ, ինչ ես անելու, դիմելու ես նոր Մինսկի խումբ ձևավորվի, հիմա եկեք երկուսը միաժամանակ ստորագրենք, ստեղ խաղաղության պայմանագիրը, ստեղ Մինսկի խմբի լուծարումը, որը նույնպես բխում է խաղաղության պայմանագրի շահերից, եւ դրանով կվերջացնենք ամեն բան։ Ինչին Ադրբեջանը առայժմ sense չի համարում, ձգձգում է, որովհետեւ բոլորս ենք հասկանում նրա մտադրությունները, իսկ այն թե ինչպես է վերլուծվում դա Հայաստանում որոշ ուժերի կողմից, դրան նույնպես հեսա կանդրադառնանք։ Հաջորդ խնդիրը, որը Ադրբեջանը բարձրացնում է, իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Ընդհանուր առմամբ պարզ է նաև, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան, այլապես չի լինի խաղաղություն։ Պահանջը հետո ձևավորվելու է ռազմական գործողության, չէ՞։ Եվ դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար։ Եկեք խնդիրն ուշադիր դիտարկենք եւ հասկանանք, արդյոք կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ընդդեմ Ադրբեջանի։ Միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում եւ չի պարունակում ՀՀ սահմանադրությունը, դա ՀՀ սահմանադրական դատարանն է։ Այսինքն մենք ոչ մեկը չենք կարող ասենք։ Դա կարող ասի սահմանադրական դատարանը։ Անցյալ տարի Ադրբեջանի հետ կարողացանք ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը եւ դա պատմության մեջ առաջին միջազգային երկկողմ փաստաթուղթն էր, որ ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի կողմից։ Եվ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մենք այդ փաստաթուղթը ուղարկեցինք մեր սահմանադրական դատարան պարզելու, թե այդ փաստաթուղթը համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ուսումնասիրեց համատեղ գործունեության մասին կանոնակարգը եւ պարզեց, որ կանոնակարգում Ալմաթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատելու գործընթացում։ Ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև Ալմաթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները նույնն են, ինչ խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի տարածքները, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինչով են կարևոր այս երկու կետերը ոչ միայն խաղաղության հասնելու համար, այլ նաև մեր քաղաքացիներից համար, ում դեմ անողոք մեդիա պատերազմ է գնում, հիբրիդային պատերազմ է մղվում, եւ մենք երբեմն ժամանակ առ ժամանակ իսկապես կասկածների մեջ ենք մեզ գցում, իսկ կարող է, իսկ գուցե այս կողմ, իսկ այն կողմ։ Հիմա մի փոքր միասին շփվենք ու պարզաբանենք սա, հա։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում որոշ ուժեր, քաղաքական դեմքի տակ թաքնված ուժեր, անընդհատ ներկայացնում են, թե այ մեր հայրենիքը, մեր էսը, մեր մյուսը, մեր
Արցախը մեր արևմտյան Հայաստանը, մեր Նախիջևանը, ամեն ինչից խոսել են։ Բայց այդ խոսքերը զուտ քաղաքական շահարկումներ են, որովհետև, ինչու եմ սա ասում, ոչ թե որովհետև ես քաղաքականապես նրանց չեմ հարում, ոչ, սա շատ պարզ մաթեմատիկա է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որը որ ոչ թե չի ընդունվել Նիկոլ Փաշինյանի օրոք, է ընդունվել է հենց իրենց օրոք, ընդ որում մի քանի անգամ թարմացվել է, հա, թե Քոչարյանի, թե Սերժի օրոք, գործող սահմանադրությունը, ոչ թե ընդունված, այլ գործող սահմանադրությունը երբեք չի ներառել այլ տարածքներ, քան Ալմաթայով ընդունված Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Այսինքն այն ամպագորգոր խոսքերը, որ հնչում են, դա ձեր սիրտը շահելու մասին է ու վերջ, ոչինչ դրանից ավել չի կարող լինել, որովհետև ոչ մի ղեկավար, որ շատ էլ ցանկանա անգամ նվաճողական, ասենք թե տենց մի հատ ղեկավար ենք ունենում, որ նվաճողական քաղաքականություն է որոշում վարել միջնադարյան սկզբունքներով, չի կարող ոտնահարել սահմանադրությունը։ Հասկանում եք։ Չի կարող։ Դա արդեն հանցագործություն է, հենց նույն սահմանադրությունով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ըստ Ալմաթայի հռչակագրի, ինչպես որ եղել է եւ Ադրբեջանի Հանրապետությունը, այդպեսին պիտի լինի։ Եվ մեր սահմանադրությունը դա է ամփոփում դեռ անկախության տարիներից սկսված։ Մնացածը այլ քաղաքական շահարկումներ են եղել։ Իհարկե հայրենիք Արցախը մեր հայրենիքն է, մեր բոլորիս, բայց Արցախը նախ եւ առաջ արցախցիներինն էր։ Եվ Արցախում անվտանգության խնդիրներ էր առաջացել, իրավունքի եւ անվտանգության խնդիրներ, որին նախորդել էին Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը եւ բնական ռեակցիական պաշտպանված լինելու։ Եվ այդ պաշտպանվածությունը էթնիկ բնակչության կողմից, որը հայերն են, պետք է հնարավոր դարձվեր միջազգային կառույցներում ներկայացնել որպես խնդիր, բայց հիմա ինչ ենք անում, հա? Եվ այդ խնդիրը ունենար լուծումներ։ Խնդրի լուծումները սպանել են դեռ ամենասկզբից։ Ես ոչ թե սրանով փորձում եմ Փաշինյանին հանել այդ մեղավորների շա, ոչ, ամենասկզբից, չէ՞ որ, ասենք, աշխարհի համար նշանակություն չունի, որ սկզբում Լևոնն է բանակցել, հետո Քոչարյանը, հետո Սերժ, չէ, աշխարհի համար կապ ունի պաշտոնական Ստեփանակերտը ինչա խոսել, պաշտոնական Երևանը ինչա խոսել։ Առաջնորդները, ղեկավարները կգան, բայց դա պաշտոնական դիրքորոշումներ է, որը ժառանգում է հետո հաջորդ ղեկավարը։ Այս իմաստով ենք ասում, իսկ Փաշինյանը ինչա ժառանգել, ինչ բանակցությունների ինչա ժառանգել, ասենք շատ վատ բան։ Եվ որոշակի իրավիճակում արցախցիները չէ, կներեք, ղեկավարությունը, ովքեր էլի արցախցիներ են, բայց ամեն դեպքում ղեկավարները, ես շարքային քաղաքացիություն չեմ կարող մեղադրել որևիցե բանում, որովհետև իրանք էլ չեն իմացել, թե գլխներին ինչ է, թաքուն ինչեր են բանակցում։ Սկսել է այլ գործողություն իրականացնել, իսկ Ռոբերտ Քոչարյանը արդեն իր հերթին, երբ որ դարձավ օրենքի նույն սահմանադրության խախտմամբ երկրի Հայաստանի Հանրապետության ղեկավար, նա առհասարակ արցախցիներին դրեց մի կողմ ու ասեց ես բանակցում եմ համ Հայաստանի փոխարեն համ Արցախի։ Ինչի համար Բաքվից ստացավ հատուկ շնորհակալություններ, որովհետև ստացվում է, որ Արցախը իր իրավունքներն ու ինքնորոշումը թողնում է պաշտոնական Երևանի վրա։ Իսկ եթե դու թողնում ես պաշտոնական Երևանի վրա, ասենք դու լինելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ թողնում ես պաշտոնական Երևանի վրա, դա արդեն դիտարկվում է Երևանի կողմից արտատարածքային նկրտումներ։ Ինչը դատապարտելի է, արդեն միջազգային հանրությունը արդեն սկսեց այլ ուղղությամբ, հետո արդեն հետևեցին ամենատարբեր իրավիճակներ եւ այլն, բայց այդ դետալների մեջ իհարկե կարող ենք մանրանալ, բայց այնուամենայնիվ խնդիրը դա է։ Մեր սահմանադրությունը երբեք Արցախ չի ներառել իր ներսում, երբեք Արցախը Հայաստանի Հանրապետության մաս չի դիտարկվել ի սկզբանե։ Մի խոսքով, սա ինչ վերաբերվում է սահմանադրությանը, հիմա գանք դարձյալ
բանին արդեն խաղաղության կամ պատերազմի այս խոսույթին շատ է այդ նույն քաղաքական դիմակի տակ թաքնված այլ ուժերը շատ են հանրությանը ներկայացնում նվաստացուցիչ ծնկաչոք խաղաղությունը նաղերսում մենք կարող ենք ես իմ արժանապատիվ խաղաղություն չգիտես ինչեր են խոսում այս բառախաղերի մեջ մարդկանց մոտ դարձյալ բացասական բաներ առաջացնելու եւ ես բազմիցս ասել եմ ինձ մեկը նստեք բացատրեք ինչա նշանակում արժանապատիվ խաղաղություն հետո մնացածը կխոսենք որովհետեւ հենց սկսեք բացատրելը տեղից հարցեր են առաջանալու այսօրվա դրությամբ հիմա խնդրում եմ ինձ ասեք երբ վարչապետը նույն ֆորումի շրջանակներում կտրուկ ասում է հետեւյալը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն իսկ ասեք սրանից ավելի վստահ հստակ դիրքորոշումը ինչպիսին նա լինում այսինքն ինչա ենթադրվում եթե բացենք այս նախադասությունը որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն չէ Ադրբեջանը նախատեսում է տարբեր գործողություններ ընդդեմ Հայաստանի Հայաստանը հստակ իր կարմիր գծերը ներկայացնում է բայց փորձում է տանել ոչ թե իրավիճակը սրելու այլ հանդարտեցնելու ուղղությամբ առհասարակ խաղաղություն բառը հենց այն կողմի վրա է սրելու մեջ չի Հասնում դու չես կարող այդ որ կար չէ մի ժամանակ խաղաղությունը պարտադրում են խաղաղություն չեն պարտադրում երբեք պարտադրում են կապիտուլյացիա ենթարկում են կապիտուլյացիայի բայց խաղաղություն չեն պարտադրում կարող ես գործողություններով բերել քո հակառակորդին ճնշել միջազգային հանրությանը ներկայացնում մի խոսքով դիվանագիտական տարբեր ուղիներով հասցնել նրան որպեսզի հակառակորդ երկրի ղեկավարը հասկանա որ ինքը պարտավոր է գնալ խաղաղության ճանապարհով որովհետև պատերազմի ճանապարհը ձեռ չի տալիս իրեն աշխարհը այլ կերպ իր գնահատականը կտա սա այլ բան է այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում իսկ կներեք Ալիևին մինչև մի ով է զսպում առավել եւս այս հարցը տալիս եմ ռուսամետ ուժերին Ռուսաստանամետ ուժերին Ռուսաստանը ներկայացնող չեկիստներին ով է զսպում Ալիևին մինչև հիմա ես երեք հանրայինով բանավեճն էի դիտում իմիջայլոց Երվանդ Թարվերդյանի արտահայտությունները որոնք որ ամեն նախադասության մեջ 10 անգամ ինքն իրան հակասում է այնպեսի բաներ էր ասում ուղղակի ցնդելու ժանրից էր պարոն Թարվերդյան դուք եղել եք բանը այդ 22 թվականին 21 թվականին եղել եք դիրքերում այդ որ խոսում եք թե ռուսները երկրորդ գիծ ապահովում էին չգիտեմ նրանք ինչերի էին ասենք ինչ եք խոսում ջերմուկում չգիտեմ որտեղ դուք դա դիտավորյալ եք ասում թե իսկապես նման ինֆորմացիա ունեք ես ձեզ ասեմ առաջի կրակոցից ռուսները փախել են ներքին հանդում էին նստած ներքին հանդում պոստում մեր տղերքի հետ ռուսը նստած էր բանի բետերի միջից էլ դուրս էր գալի ես չգիտեմ զուգարան ուր էին գնում դրանք առաջին կտտոցից չկային գոյություն չունեին Եվ հետախուզական տվյալներ էին, այո, հավաքում ու փոխանցում Ադրբեջանին, որովհետև այստեղ Հայաստան-Ադրբեջան պատերազմը չի հարցը, կամ խնդիրները չեն, այստեղ Թուրքիա-Ռուսաստան խնդիրներն են, այստեղ Ռուսաստան-Ադրբեջան հարցերն են, և ես պիտի ընթերցեմ թե քեզ սափահարողների համար, պարոն Թարվերդյան, Դուգինի գրառումներից կներեք հիմա ուղղակի չէի նախատեսել որ խոսքը դրան կհասնի ահա հեսա ու համեմատական տարեք էլի մի հատ ինքնուրույն բարդ չի լինելու Դուգինը Կրեմլի գաղափարախոսությունը 2021 թվականին Հիմա եկել է ժամանակը որ Բաքուն միանա ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին Այլևս չկան որևէ տրամաբանական հակասություններ, թե ինչու դա չպետք է տեղի ունենա։ Պուտինը եւ Ալիևը մեծ դժվարությամբ կառուցեցին մի մոդել, որը հանգեցրեց Բաքվի համար այդքան դրական արդյունքի Ղարաբաղում։ Մեծ դժվարությամբ,
Մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը, բայց այս կարգավիճակը պետք է գոյություն ունենա, հակառակ դեպքում իրավիճակը հետևյալն է. մենք զոհաբերել ենք մեր դաշնակցին, Հայաստանի մասին է խոսքը, իսկ դրա դիմաց ստանում ենք մի ուժի ամրապնդում, որը ըստ որևէ փաստաթղթի մեզ համար բացարձակապես դաշնակից չէ։ Տեսեք, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին պետք էր Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանը ուներ հստակ պահանջներ, ասում էր, այս հարցը օգնեք լուծենք, հարց չկա, ես կմտնեմ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Այսինքն, իսկ Ադրբեջանի ներուժը շատ անհրաժեշտ է։ Այդ պարագայում Հայաստանը 3-րդ պլանում է, 8-րդ պլանում է։ Հասկանում եք։ Եվ կայսրության շահերը այնտեղ էր, որ ավելի ճիշտ կլինի ինչ որ կերպ, այո, սիրաշահել եւ նրան ներառել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ։ Դուք հիմա ասում եք ռուսները այնտեղ նստած բան ինչ որ բան, ասենք ինչ եք խոսում։ Շարունակենք միտքը նույն Դուգինի կարճ դատարից հետո, կարճ դատար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Տեսեք, եթե Մոսկվայի պլանները այնպիսին են, որ ցանկացած գնով պիտի ինքը Ադրբեջանը ներառի ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ, չի կարող Ադրբեջանի հակառակորդին, որը թեկուզ եւ հանդիսանում է ռազմավարական դաշնակիցը, ռազմաքաղաքական դաշնակիցը, բան անի, զինի, պաշտպանի, հզորացնի ու ասի հաղթեք Ադրբեջանին, չի կարող դա տեղի ունենալ։ Սրանք հաշվարկներ են, որոնք որ ժամանակին էր պետք անել եւ հենց նույն Սերժ Սարգսյանը պետք է աներ, երբ որ մի գիշերվա մեջ վեկտոր էր փոխում։ Ներողություն, հասկանում եք։ Կամ, շարունակենք։ Մենք մեր առաջադրանքը կատարել ենք եւ սպասում ենք Ադրբեջանի հաջորդ քայլին։ Հիմա ամեն ինչ Բաքվի վրա է։ Մարդիկ իրենց պայմանավորվածության համաձայն գործել են։ Դուգինը Կրեմլի գաղափարախոսությունը 25 թվականին արդեն, սա 21-ին էր ասում, հիմա 25 թվականին։ Եվրասիացիները պաշտպանեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ամեն կերպ օգնեցին ռուս-ադրբեջանական երկխոսությանը։ Ինչու են այդպես խիստ դատավճիռներ անմեղ եւ անկեղծ մարդկանց համար, ես չեմ հասկանում եւ շատ ընկճված եմ։ Եվրասիացիները եւ ռուսները եւ ադրբեջանցիները մշտապես աջակցել են Իլհամ Ալիևին եւ հարգել Հեյդար Ալիևի հիշատակը։ Կարծում եք Բաքուն կարողացավ այդքան հեշտությամբ վերադարձնել Ղարաբաղը։ Մենք առաջ քաշեցինք ավելի խաղաղ եւ սահուն անցման նախագիծ եւ պաշտպանեցինք այն։ Բայց երբ սկսվեց պատերազմը, ով ձեր կարծիքով կանգնած էր ադրբեջանական սցենարի հետևում։ Եվ գիտեք, Լավրովն էլ էստեղ որ խոսում էր, եւ շատ են էստեղ ռուսամետ ուժեր խոսում, թե Լավրովը բան էր առաջարկել էր 5 շրջան, բախի սենց եղավ։ Ու ինչ, 5 շրջան երբ որ տալիս են, ու ինչ էր լինում։ Հետո էլի երկուսը, հետո էլի ամբողջ Արցախը։ Այսինքն այդ առաջարկ չէր, դա մանյովր էր։ Ամբողջ էս բանի մեջ դա ընդամենը մանյովրներից մեկն էր։ Միևնույնն է, որոշումը կայացված էր, որ ամեն գնով պիտի այլ կերպ հարցը լուծվի։ Եվ այս տարական բաները ոնց կամ խոսում են մինչև հիմի, լավ կարելի է այդ խոսույթը եթե երբ դրա մասին խոսում էին 18-րդ դարում, ասենք օրինակ Դավիթ Բեկի Մխիթար Սպարապետի շրջանում, կարող էիր հասկանալ, որովհետև այն ժամանակ կրոնական նմանությունների վրա հարաբերություններ կառուցելը շատ նորմալ էր եւ կարող էին ասել, այո, տարածաշրջանում Ռուսաստանն է միակ այն մեծ տերությունը, որ Ռուսիան է այն մեծ տերությունը, ով քրիստոնյա արժեք համակարգ ունի եւ լավ կլինի նրա հետ հարաբերություններ կառուցենք, դա 18-րդ դարում գուցեև նորմալ կլիներ, չնայած միևնույնն է ես այդտեղ վիճելի բաներ կան, բայց այնուամենայնիվ, հենց այս կոնցեպտում հնարավոր էր այդպես մտածել։ Կարելի էր այդպես մտածել 20-րդ դարի սկզբին
Օսմանյան կայսրության ժամանակահատվածում եւ ցարական Ռուսաստանի առաջին համաշխարհային պատերազմի եւ այլն, որովհետեւ ազգը ժողովուրդը գլխատված էր, կար մի հատ խմբակ անունը Դաշնակցություն, մի խոսքով այդտեղ շատ ենք մարացել չմարանանք, ու այս ամեն ինչի մեջ կարող էր գոնե վերջին հաշվարկով ասել, լավ, սա խեչ գոնե նա քրիստոնյա է, էլի, հա? Բայց գալ 2025 թվականին կանգնել հանրային հեռուստատեսությունում խոսել մի բան, տեսեք, քրիստոնյա երկիր, հա? Նախ Ռուսաստանը դաշնություն է ինքը, հիշեցնեմ, պարոն Թարվերդյան, թե ձեզ, թե մնացածներին եւ թե մեր հանրությանը, դաշնություն է, Ռուսաստանի դաշնությունում ռուսները ապրում են Մոսկվայի պիցերի այդ հատվածներում, հասկանում եք, եկեք միասին գնանք Վլադիվոստոկ, տեսնենք այնտեղի որքանով են իրենց ռուս համարում, եկեք գնանք, չգիտեմ, ուր գնանք, Ուրալյան այդ լեռնաշղթայով անցնենք մի հատ, ասենք, դա դաշնություն է, տարբեր ինքնավար, ամենատարբեր ինքնավարություն ունեցող տարածքների, երկրների, ինչ-որտեղ համաձուլված կա, միութենականության որոշակի մակարդակը մի փոքր ցածր նիշով, հա, դաշնություն է Ռուսաստանը, ոնց եք դու կարող ասել Ռուսաստանի դաշնությունը քրիստոնյա երկիր է, այն պարագայում առավել եւս, երբ Վլադիմիրովիչը գնացել էր Չեչնիա եւ Կադիրովի հետ հանդիպման ժամանակ մեջիթում համբուրում էր Ղուրանը։ Եթե տեղյակ չեք, ասեմ ձեզ, երբ որ քրիստոնյա մարդը համբուրում է Ղուրանը, դա արդեն հարամ է համարվում։ Դե մի կրոնական բանով այդպես է։ Ես չեմ ասում դա լավ է թե վատ է, հարամ է համարվում։ Բայց արի ու տես, որ համայն աշխարհը տեսնում էր այդ կադրերը, եւ երբ Պուտինը համբուրում էր Ղուրանը, Կադիրովը ընդամենը շատ ավելի շատ երջանիկ էր, ինչպես եւ բոլորը։ Կամ Կիրիլը գնացել էր քրիստոնյա Ռուսաստանի քրիստոնյա առաջնորդ Կիրիլը գնացել էր Բաքու, Սուրբ Օլգան շքանշանի էր արժանացնում Մեհրիբանին, դե էլ չասեմ, կամ ասեմ, այդքան եկեղեցիներ ու խաչքարեր ոչնչացնելու համար։ Դուք եկել եք հիմա, դուք չեք տեսնում, որ դրանք ազդեցության գոտիներ են, դրանք արժե համակարգեր չեն շատ վաղուց։ Եվ գալ կանգնել ասել, բա քրիստոնյա, բա Իրանի Իսլամական Հանրապետությունը քրիստոնյա չի, ինչ անենք, կապերը խզենք, ինչ անենք, ախր մեկ նալին եք խփում, մեկ մեխին։ Եվ դուք համարվում եք հանրային մարդ, քաղաքական գործիչ, մի ամբողջ կուսակցության ղեկավար։ Եվ ես հիմա միայն ձեզ չեմ ասում, այո, դուք եք արտահայտել 3 դա, թարմ օրինակը դա է, բայց ես դրանով ասում եմ բոլոր ռուսամետ գործիչներին, ովքեր սա փորձում են բերել հանրության աչքին առաջին պլան։ Ցնդաբանություն է դու։ Շարունակենք Դուգինի խոսքը, հա, այստեղ մի պարբերություն էլ կա։ Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, հուսով եմ սա պարզապես թյուրիմացություն է եւ ամեն ինչ շուտով կլուծվի։ Մոսկվա-Բաքու առանցքը լուրջ բան է եւ այն չպետք է կասկածի տակ դրվի նման օրինակ եւ լիովին անհիմն քայլերով, ճիշտ այնպես, ինչպես ես բացարձակապես չեմ հասկանում Սպուտնիկի եւ ՌԻԱ Նովոստիի Բաքվում փակվելը։ Ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, եթե Կրեմլն իսկապես չի հասկանում, թե ինչ է կատարվում, մենք բացատրենք, ձեզ խաբել են։ Օգտվել են ձեր ծառայություններից ու ասել են «Դավայ դա սվիդանիա», իրանք ունեն շատ դες մի հատ երկ։ Արդյունքում ստացվել է հետևյալը, չեք կարողացել Բաքվին մտցնել հապկու ԵԱՏՄ, իսկ Երևանի աշկերին էլ դավաճան եք դուրս եկել։ Եվ Լավրովին չէ, ում ուզում եք ուղարկեք այստեղ։ Մեր դիվանագիտական իմաստով կընդունեն արտգործնախարարությունից, վարչապետի ապարատից էլ, բայց միևնույն է, հանրությունը ձեզ հետ կապ չունի ու հանրությունն էլ մեծ մասամբ շատ իմաստուն է վերաբերվում այս հարցին, որտեղ դիվանագիտական հարաբերություններ են,
հանդիպում են, քննարկում են, թող քննարկեն, բայց միևնույնն է, տրամադրությունները ռուսաստանյան իշխանությունների հանդեպ այդպեսին է։ Վերջ, եւ ես ձեզ խորհուրդ եմ տվել, հանեք ստեղից այդ ձեր 5-րդ Շարասյան ղեկավար անձնակազմին, Քոչարյանական սերժական սկլանին, ու հանրությունը կսկսի հնարավոր է որոշ ժամանակ անց ավելի սկսի մոռանալ բոլորս չէ գիտենք, որ հանրության հիշողությունը հիմնականում 3-ից 6 ամիս է։ Եվ նաև դա էր պատճառը, ժողովուրդ ջան, որ երբ որ Արցախի էթնիկ զտման էր ենթարկվում, այդ ընթացքում դաշնակներին ինչ աներ, նույնը հանրապետականներին ռուս բառը չէին տա, որովհետև շատ լավ հասկանում էին տրամադրությունները, ավելի լավ է չխոսել կամ քիչ խոսել, չմասնակցել բանավեճերի, երկխոսությունների այդ թեմայով, թող մի ձև սղացնենք գնա, հետո մի բան կանենք։ Մի 6-7 ամսից սկսեցին էլի քիչ-քիչ կենթանացնել ռուսական թեզերը Հայաստանում։ Եվ այսօր դարձել բանավեճերի թեմա։ Վեկտորներով ինչ եք նախընտրում եւ այլն։ Մենք նախընտրում ենք արժանապատիվ կյանքը եւ այդ արժանապատիվ կյանքը ոչ միտեղ չի տեղավորվում ռուսական ծիրում։ Ելույթով հանդես եկավ նաև Արարատ Միրզոյանը, միջալոց շատ հրաշալի ելույթ էր եւ շատ մտորելու տեղ էր տալիս, սիրելի հեռուստադիտողներ, խոսքը ամենատարբեր ուղղություններով, թե աշխարհում ինչքան հիմա ոչ միայն անկայուն է, այլ նաև անտեսանելի բաներ կան, այսինքն կարող է որոշ անկայունություն լինի որոշակի պլան իրագործելու մեջ, հա, բայց անգամ այդ պլանը դեռևս չկա։ Բոլորը նավարկում են առանց հասկանալու դեռևս ուր ինչ ոնց, որովհետև այո, այն սահմանները, որոնք կային, մեկ էլ պարզվում է, որոնք հանդիսանում էին օրենքի մասով, հա, սահմանային տարածքներ, այսինքն էսի իմն է, էս քոնն է, վերջ, ստե խնդիր չունենք։ Հիմա արդեն դրվում են կասկածների տակ։ Քիմիական զենքերի կիրառման կամ ատոմային զենքերի կիրառման մասին խոսակցությունները դարձել են ամեն օրվա զրույցներ։ Ու այս ամեն ինչին գումարվել է հիբրիդային պատերազմը, որը որ արհեստական բանականությունը, որը լուրջ անվտանգային խնդիրներ ու հարցեր է առաջացնում ազդեցության գոտիներում եւ այլն, նույն գերտերությունների ներսում։ Եվ եթե սիրելի քաղաքացիներ, մենք կարծում ենք, թե միայն մեզ հետ նման բաներ տեղի ունենում, դուք չարաչար սխալվում եք։ Աշխարհի 8 միլիարդ մարդու հետ դա տեղի է ունենում։ Պարզապես մենք մի կողմից պիտի սկսենք, քանի որ փոքր ենք ու քիչ ենք, մենք կարող ենք շատ արագ մոբիլ վերադասավորվել։ Եվ դա հնարավոր է այն պարագայում, եթե դարձյալ հիբրիդային պատերազմի արդյունքում կամ արհեստական բանականության կիրառման արդյունքում մեզ չեն կարողանում պառակտել, մեզ չեն կարողանում այդ մեր ներս լցնել այդքան թարախ, այդքան չգիտեմ ինչ։ Հասկանում եք, մենք քաղաքացիներով պիտի կարողանանք ինքնակազմակերպվել ցանկացած իրավիճակում, հստակ ընդգծելով մեր նպատակները, որոնք են, եւ արագ սովորելով ապրել այսօրվա խնդիրներով, հա, այսինքն եթե կա այդ խնդիրը, կա, օքեյ, մենք պիտի սովորենք այդ խնդրի հետ ապրել կամ կառավարելի դարձնել։ Եվ ոչ թե նստել ասել, այս ինչ է, ինքը կա, ինքը այլևս չի վերանալու։ Մենք պիտի դա սկսենք, եւ այստեղ է որ մեդիագրագիտության կարեւորությունը բարձրանում է ընդհանուր միջև առաջին հորիզոնական։ Ես հասկանում եմ դա դժվար է մարսելը, բայց պիտի գնալ այդ ճանապարհով, որովհետեւ այո, աշխարհը քաղաքական լուրջ ցնցումների է ենթարկվում։ Եվ դրա մասին բացահայտ արդեն խոսում են ֆորումի շրջանակներում եւ ոչ միայն խոսում են, եկեք մի քիչ ավելի լայն նայենք, հա, նստած են միջազգային հանրության տարբեր մակարդակի ներկայացուցիչներ։ Ինչ եք կարծում, նրանք իրենց մտքում, իրենց մտքերում
կողմ էին Արարատ Միրզոյանի ասածներին, թե դեմ։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք համաձայն էին այդ մտքին եւ իրենք էլ մտորել են դրա շուրջ։ Այսինքն այդ ամեն ինչը կա։ Եվ ամենաբարձր մակարդակներով խոսվում է։ Տեսեք, կան ցեղեր, հետո ցեղը վերածվում է էվոլյուցիայի միջոցով դառնում է ազգ, ազգը էվոլյուցիայի ենթարկվելով դառնում է ժողովուրդ, ժողովուրդը էվոլյուցիայի չէ, կներեք, ժողովուրդը էվոլյուցիայի ենթարկվելով դառնում է քաղաքացի, հասկանում եք։ Հիմի մենք էվոլյուցիոն այն փուլում ենք, որ մենք քաղաքացիներ ենք, պետության քաղաքացիներ։ Եվ հատկապես խոսքս ուզում եմ հղեմ նրանց, ովքեր որ սիրում են ասել, որ իրենց չի հետաքրքրում քաղաքականությունը, իրենք չեն ցանկանում քաղաքական զրույցներ լսել եւ այլն։ Ես միշտ ասել եմ, գոնե բազային գիտելիքներ պիտի ունենաք, որովհետեւ ձեր կյանքը քաղաքականություն է։ Օրինակ, եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես հանդիսանում, ունես անձնագիր, դա արդեն քաղաքականության հետևանք է եւ դու քաղաքական ես։ Եվ քաղաքացի բառը քաղաք բառից չի, քաղաքականություն բառից է։ Հասկանում եք։ Ուրեմն պետք է ունենալ գոնե բազային գիտելիքներ քաղաքականության մասին։ Դու չես կարող ամբողջովին մեկուսացնել քեզ քաղաքականությունից։ Դա էվոլյուցիոն շրջանի է։ Իհարկե ես հասկանում եմ, որ մենք կուզեինք շատ մի հատ սարի վրա ցանկացած մեկի երազանքը կարող լինել, մի անտառում, մի գեղեցիկ տան մեջ, մեզ համար աշխարհից կտրված մեզ չխանգարեին, մենք չխանգարենք, չգիտեմ, սիրուն, հավ, ջիվ, այնտեղ վազվզային, այստեղ ձուն ամեն օր թարմ լիներ, հացը տխվեր եւ ցանկացած մեկի երազանքը կարող է սա լինել, բայց աշխարհը արդեն վաղուց այդպես չի աշխատում։ Հասկանում եք։ Եվ մենք ունենք պետություն։ Ուրեմն մենք պիտի քաղաքական մասով որոշակիորեն տեղեկացված լինենք եւ լավ կլինի մեզ համար ընտրություն անենք, թե մեդիա ռեսուրսներից կոնկրետ որ կայքերին ենք տալիս նախապատվությունը։ Իհարկե լուրջ վերլուծության ենթարկելով, թե ինչու ենք հենց նրանց տալիս նախապատվությունը, որովհետեւ մեր սրտով է, թե որովհետեւ անաչառ է։ Ու հանկարծ չխառնել, այս երկուսը շատ հեշտ են խառնվում իրար, որովհետեւ կարող է լինել մի վերլուծություն, որը դու համարես անաչառ, որովհետեւ քո սրտով է։ Եվ կարող է լինել մի վերլուծություն, որ ճիշտ հակառակ դու համարես ոչ օբյեկտիվ, որովհետեւ քո սրտով չի, բայց իրականում նա օբյեկտիվ է։ Եվ եթե ձեզ համար այսքան լցրած կայքերից ընտրեք մի քանիսը, դուք չեք դառնա մեդիա պատերազմի զոհ։ Դուք չեք դառնա հիբրիդային պատերազմի զոհ, կամ գոնե հավանականությունը կփոքրանա, կքչանա։ Եվ ինչու բերեցի ես քաղաքացի խոսույթին արդեն, որովհետև Հայաստանում վերջերս դարձյալ, ինչ որ այն ԱԺՄ-ն էր համագումարանում 18-րդներ ինչ Վազգեն Մանուկյան, ես հասկանում եմ, որ այս անունները վաղուց քաղաքական աղբանոցում են շատ քաղաքացիների համար, բայց այնուամենայնիվ, երբ որ դուրս են գալիս քաղաքական որոշակի ակցիաներ անելու, դա մեզ վրա ազդում է, չէ, բացասական ազդում, թե դրական ինչ-որ մարդկանց համար, չգիտեմ, այնուամենայնիվ չես կարող չտալ այս անունները։ Շատ քաղաքացիներ են իմիջիայլոց վերջերս ասում են, մի ժամանակ շատ էինք նայում այս հաղորդումը, հիմա չենք նայում, որովհետև շատ է քաղաքականացում, դուք ախր կարողանում եք ուրիշ հարցերից էլ խոսել, ուրիշ հարցերից էլ խոսեք։ Գիտեք ինչ, հարգելներս, ամենայն հարգանքով, ձեր կարծիքը ինձ համար շատ կարևոր է, ինչի համար շնորհակալություն, բայց մեր հաղորդումը տևում է 40 րոպե, ու միշտ չի, որ կարող ենք խոսել այն ամեն ինչից, ինչը բոլոր հեռուստադիտողների սրտով կլինի։ Եվ գուցե այն պահին, երբ որ դու չես նայել այս հաղորդումը, գուցե հենց այդ պահին ենք մենք անդրադարձել քո սպասած թեմային, հա։ Հիմա եթե այսօր առաջին հորիզոնականում այս թեմաներն ոչ չանդրադառնանք, գալով ԱԺՄ-ի այդ համագումարին Վազգեն Մանուկյանի դարձյալ ազգային դիմադրության ճակատ ստեղծել եւ այլն։ Գիտեք ինչ, աշխարհը էվոլյուցիոն
զարգացումների է ենթարկվել։ Մեզ մոտ էվոլյուցիոն հետընթաց են գրանցել հենց այդ նույն ուժերը, այդ քաղաքական դիմակի տակ թաքնված։ Ու այսօր դարձյալ մեզ հետ խոսում են ազգային ինչ-որ պայքարներից, չգիտեմ ինչից։ Մենք ազգային պայքարի խնդիր չունենք։ Մենք իհարկե ազգությունով հայեր հիմնականում Հայաստանի Հանրապետությունում, բայց կան նաև այլ ազգություններ, եզդիներ, ասորներ, մենք ապրում ենք մի պետության, մենք արդեն քաղաքացու մակարդակին ենք, եւ ազգային դիմադրություն անհրաժեշտ է լինում ցույց տալ այն երկրներում, որտեղ որ դու ազգային փոքրամասնություն ես, եւ այդ պետությունը քո հանդեպ ունի դու ունես այդտեղ խնդիրներ անվտանգային եւ իրավունքի։ Այդ ժամանակ լինում է ազգային դիմադրություն, օրինակ Արցախում, օրինակ պատմության ընթացքում մեր պատմական հայրենիքի տարբեր տարածքներում։ Դա ազգային, իսկ Հայաստանի Հանրապետության ներսում ցանկացած մեկը, ով ազգային ինչ-որ դիմադրությունների մասին է խոսում, սա նշանակում է, որ իրենք օտարում են իրենց մեր պետությունից, համարում են իրենց ինչ-որ յուրատեսակ ազգային փոքրամասնություն, առավել հայտնի կարող է լինել, հիմնավոր կարող է լինել որոշակի համակարգային փոքրամասնություն եւ փորձում դիմադրել պետության դեմ, որպեսզի չգիտեմ ինչ հարցեր լուծվի։ Սրանք մանիպուլատիվ ախմախ արտահայտություններ են եւ կխնդրենք այս ինչ-որ ականջի համար շատ հաճախ լսված ու գեղեցիկ դարձած, պատկերավոր դարձած նախադասություններից հեռու մնաք, սիրելի քաղաքացիներ։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։